հրապարակվեցին թվեր պարգևավճարների հետ կապված եւ այսպես ասած ցնցում առաջացավ շարքային քաղաքացիների մոտ։ Ես ուզում եմ հարցնել դուք ինքներդ ձեզ որքան պարգևավճար եք տվել ամանորին, խոսքը 13-րդ աշխատավարձի մասին չէ, եւ արդյոք այն թվերը, որ պետական բյուջեից հատկացվել են պարգևատրման ֆոնդին, նախարարներին, փոխնախարարներին, վարչության պետերին եւ բաժնի պետերին, որովհետեւ շարքային աշխատողները կարծես թե չեն ստացել եւ այդպիսի բողոքներ հնչում են։ Արդյոք նրանց աշխատանքը այնքան հույժ կարևոր եւ պետության համար այդքան կարևոր աշխատանք են կատարել, որ օրինակ թոշակառուները չպետք է թոշակները բարձրանա, շարքային աշխատողները պետք է հարկ վճարեն, որպեսզի գնա պետական բյուջե եւ այդ գումարները վատնվեն այս կերպ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Դուք գիտեք եւ մենք դրա մասին մի քանի անգամ խոսել ենք պետական մարմինների աշխատողների համաժողովում, կառավարության նիստում հարցը զեկուցվել է եւ ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, այսինքն ներդրվել է նոր ինստիտուտ։ Այդ ինստիտուտի ներդրումը ունի մի քանի նպատակներ։ Այդ նպատակներից առաջինը կառավարության գործունեությունը եւ նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ եւ սա նաեւ 2018 թվականից մեր որդեգրած զրո կոռուպցիա եւ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետեւ մենք որդեգրել ենք ամբասիր եւ որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը եւ այդ տեսլական իրականացնելու եւ կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումը անհրաժեշտ, սա հիմնավորումներից մեկն է։ Հաջորդ հիմնավորումը այն է, որ մենք պետք է պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը շարունակաբար բարձրացնենք, որովհետեւ մենք տեսնում ենք, որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված եւ ընդհակառակը մասնավոր հատվածից նույնիսկ բարձրաստիճան աշխատանքների հրավիրելիս մարդիկ օբյեկտիվ պատճառներով կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ընդունել առաջարկը, ինչքան էլ ուզում են, որովհետեւ օրինակ մարդիկ կան, որ այլ տեղերում հաջող կարիերա են անում եւ երբ որ մենք նրանց հրավիրում ենք աշխատանքի, նրանք բերում են շատ բարձ հիմնավորում։ Նրանք ասում են, այո, մենք ուզում ենք մեր պետությանը ծառայել, բայց այս ընթացքում մենք ստանձնել ենք ֆինանսական պարտավորություններ, որը մեր ընթացիկ աշխատանքի հետ լիարժեք, համարժեք եւ համապատասխան է, եւ մենք օբյեկտիվորեն չենք կարող այդ որոշումը ընդունել, այսինքն տեղափոխվել աշխատանքի պետական համակարգում։ Հաջորդ հիմնավորումը այն է, որ մենք վերջին շրջանում նկատում ենք միտումներ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները որոշակիորեն իրենց իրավունքները պաշտպանելու առումով խնդիրներ են ունենում, ինչու, որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ կամ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ եւ մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար ճիշտ է դատարանի որոշումներով հասել են լուծումների, բայց ասենք 1 միլիոն, 1.5 միլիոն դրամ գումար են ծախսել, բայց դատարանները նրանց փոխհատուցել են դատական ծախսերի ընդամենը 10 կամ 20%-ը, մյուս կողմից մենք տեսնում ենք միտումներ, երբ որ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամանոց հայցերի դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ եւ ըստ էության մենք դա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք, որովհետեւ ինչքան էլ կտևի այդ դատական գործերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է իրավական պաշտպանություն, իսկ իրավական պաշտպանության համար անհրաժեշտ են ծախսեր եւ այլն եւ այդպես շարունակ եւ հաջորդ գործոնը, որը պակաս կարևոր չեմ համարում, հետեւյալն է, որ ես առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է։
շատ էականորեն է փոխվում եւ Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ մրցակցություն է առաջանալու Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ներդրումային ծրագրեր եւ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ եւ մենք այդ թվում պետական պաշտոնյաների եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։ Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ մենք ռազմավարություն ենք որդեգրել, որ Հայաստանի Հանրապետությունում կրթվելը եւ կրթությունը պետք է դառնա ապրելակերպ, կենսակերպ եւ մենք պետական պաշտոնյաներին ըստ էության պարտադրում ենք, որ նրանք շարունակաբար իրենց մասնագիտական որակավորումները կրթությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատեն, իսկ դա նաեւ որոշակի լրացուցիչ ֆինանսական ծախսեր են, կար գաղափար, որ մենք պարզապես այդ միջոցները պետական բյուջեով նախատեսենք, բայց մենք հիմա այս համակարգում ներդրել ենք եւ վարձատրության մի որոշակի մասը, բավական էական մասը պետք է ծախսվի մասնագիտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ եւ սա նույնպես շատ կարեւոր արձանագրում է եւ ուզում եմ ասել ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա եւ դառնում է ավելի արդյունավետ եւ պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջնային շահառուները թոշակառուներն են, սոցիալական խոցելի խավերը, որոնք, ինչպես տեսնում եք, շատ երկար ժամանակ ցածր եւ ծրարով աշխատավարձ ստանալու պայմաններում այնպես չի, որ շատ բան փոխվել է։ Այս օրինակ մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ժամանակին եղել են իշխանություն եւ դա արձանագրված է բազմաթիվ քրեական գործերով, այդ թվում երկրի ղեկավարի ընտանիքի անդամից ծրարով աշխատավարձ են ստանալիս եղել։ Եվ դա կոռուպցիոն երևույթ է։ Մյուս կողմից մնացած բոլոր հիմնավորումները ես կարծում եմ, որ այո, այդ որոշումը անհրաժեշտ էր կայացնել, այդ թվում պետությունը եւ պետական ինստիտուտները ուժեղացնելու մեր ռազմավարության շրջանակներում, ինչ վերաբերվում է ինձ, նախկինում ես այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ որ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում եւ սա եթե նախկինում եղել է այդ ամենը վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդրում ենք մի համակարգ, որը առաջին պիլոտային շրջանը անցնելուց հետո պետք է այդ թվում օրենսդրական ամրագրում ստանա եւ այս դեպքում մենք խոսում ենք պետական ինստիտուտի կայացման մասին, հետեւաբար պետական ինստիտուտը եւ պետական ինստիտուտը պետք է իր տրամաբանությամբ գործի եւ բրգաձև է տրամաբանությունը պետքա գործի։ Հաջորդ գործոնն այն է, որ այս համակարգը թույլ է տալու, որպեսզի պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք եւ այդ թվում գերատեսչությունների ղեկավարները աշխատանքը եւ ժամանակը առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն ունենան, առավել արդյունավետ աշխատողներին կարողանան խրախուսել պատշաճ ձևով եւ պակաս արդյունավետ աշխատողներին չխրախուսեն կամ խրախուսեն իրենց աշխատանքի համապատասխան։ Ներողություն, այսինքն ճիշտ ինչ որ ես ասացի, ներողություն, մի րոպե սպասեք, իմ պատասխանը տեսագրվեց, ձայնագրվեց, նորից կլսեք, ես ինքս ինձ չեմ պարգևատրել պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Այդ համակարգով 1.5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել։